Վաղաշաբաթի թիմ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում քաղաքացիական պայմանագրի թիմը համայնքի ղեկավարի թեկնածուի գլխավորությամբ այսօր եղավ համայնքի Աշալույս եւ Հայթախ բնակավայրերում։ Մտահոգություններն ու առաջարկությունները Աշալույսում Մեխակյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի, մարզպետ Վահրամ Խաչատրյանի եւ մյուս թիմակիցների հետ միասին ծաղիկներ խոնարհեցին երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին։ Ապա քարոզարշավի մասնակիցները հանդես եկան ելույթներով, որից հետո շփվեցին աշալույսցիների հետ, լսեցին քաղաքացիներին հուզող հարցերը։ Ավարտին ենք հասցրել մշակույթի տանտանիքի աշխատանքները, 50 միլիոնից ավել ֆինանսավորել ենք սկսված աշխատանքը եւ շուրջ 4-ից 5 փողոց գազաֆիկացրել ենք, որ նախկինում երբեք գազաֆիկացում չեն ունեցել, 2 փողոց ասֆալտապատել ենք, մեկը համայնքի միջոցներով, այսօր մեր երեխաները առանց ցեխի են գնում դպրոց, մյուսը սուբվենցիոն ծրագրով կենտրոնական մայրուղուց դեպի համայնք, դեպի գյուղ մտնող գլխավոր ճանապարհը Ահռելի մեծ քանակով խճապատման աշխատանքներ ենք իրականացրել եւ եթե ընտրությունը լիներ հերթական ընտրություն լիներ մյուս տարի մենք երևի թե ավարտած կլինենք խմելու ջրի աշխատանքները, որը ամենամեծ խնդիրն է այսօր Աշալույսում։ Հարգելի աշալույսցիներ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ այսօր ձեզ հետ հանդիպելու այս առիթի եւ հնարավորության համար։ Արմավիրցիների մեծամասնությունը Աշալույսի աղբյուրներից ջուր է վերցնում եւ տանում արմավիր եւ դրանով մեր մոտ տպավորություն ա եղել, որ Աշալույսում ջրի խնդիր չկա։ Պարոն Մեխակյանի հետևողական աշխատանքի շնորհիվ արդեն նախագիծ ունենք պատրաստ, առաջիկայում կմեկնարկեն շինարարության մրցույթի հետ կապված աշխատանքները եւ 2026 թվականի տարեսկզբին մենք պատրաստ կլինենք սկսելու ջրագծերի կառուցման աշխատանքները։ Իհարկե բնակավայրում բազմաթիվ խնդիրներ կան, այդ խնդիրների մի մասը լուծվել է, այդ խնդիրների մի մասը կլուծվի, լուծված եւ չլուծված իր բոլոր խնդիրներով Աշալույսը մեր մարզի ամենաներկայանալի գյուղական բնակավայրերից մեկն է եւ մենք էլ փորձելու ենք առավելագույնը անել, որպեսզի Աշալույսը շարունակի ավելի ներկայանալի լիներ մեր մարզում։ Ռոպլանջերի համարի ամբողջ գյուղին ավելով փողերով մեկը իմ վրա մինչև հիմա 1 միլիոն պապիկի վրա են գրել, հիմա դա էլ հոսանքի նման կարող է հետո դնենք կոկորդից, ասենք դուք թե հողից տեսեք, եթե դա ոնց ա լինելու եթե դուք պայմանագիր չեք ունեցել, ուրեմն այդ բանը բան հանգստանալու կարիք չկա։ Դուք վճարում եք ձեր պայմանագրով նախատեսված պարտավորության չափով, դրանից ավելը ինչ ուզում են թող գրեն։ Պետքա իրանք ներկայացնեն հիմ։ Ինչ Մեխակյան։ Բոլորիս ապրեք։ Մենք առնչվենք, բայց լսել ենք շատ։ Ես բնակվում եմ փաստացի այստեղ, բայց Էջմիածնի բնակիչ եմ, շատ մեծ հաճույքով իմ ընտանիքի հետ, մոտ 10 հոգի, քվեարկել ենք ձեր օգտին, մեծ հաջողություններ ենք ցանկանում ու մեծ հույսեր ունենք, որ մեր ակտիվները կհարթարան։ Շնորհակալ եմ, ապրեք։ ՔՊ թիմը քարոզարշավը շարունակեց փողոց փողոց տնետուն ձևաչափով անմիջականորեն շփվելով ժողովրդի հետ։ Այստեղ հիմնական խնդիրը խմելու ջրի հարցն էր, որի մասին բարձրաձայնում էին քաղաքացիները։ Ինչի՞ց է որ սա փողոցները ջուր կա, մեր փողոցը չկա։ Խմելու ջուր։ Այո, խմելու ջուր։ Մենք գարունը սկսում ենք ամբողջ գյուղի խմել, ամբողջ գյուղը չկա։ Ձեր գյուղի կեսից շատը չկա։ Բայց գարունը աշխատանքները կսկսենք։ Ամբողջ գյուղի նոր ցանց կառուցելու։ Դե եթե սկսեք բեկել գյուղի լույսերը կարգավորեք, մենակ լույսերը, որ շատ վտանգավոր է ժողովրդի համար։ Եկույց ջերմոցները սաղ վարիկ է։ Բայց գիտես չէ՞ որ Արգիշտի Մեխակյանը հաստատ անելու է։ Ես շատ լավ գիտեմ, ես ճանաչում եմ Արգիշտի Մեխակյանի հետ, հասկանում եմ։ Ես իրան էլ կընտրեմ։ Ես Նիկոլական եմ, ես Նիկոլան եմ։ Մասնակցել եք, չէ՞, ընտրություններին։ Անպայման։ Մենակ կխնդրենք մեր գյուղին ջուր ըլնի խմելու, որ հորերից հերիք խմենք։ Բարև ձեզ։ Հիվանդանանք, շատ ենք խնդրում։
Գարունը աշխատանքները սկսում ենք խմելու ջրի։ Նախագիծ արդեն արված է, անցել է արդեն շինարարական փուլին։ Ձեզ լավ օր, ժողովուրդ ջան։ Ձեզ մի քանի արստանք ինչ կարևոր խնդիրներ կան գյուղում։ Դե կարևոր խնդիրը հենց այս մեր խմելու ջուրն է, որ մենք չունենք։ Արդեն 45 տարի է անընդհատ գնում ենք միշտ հուշարձանից, մեր տունը էս կողմն է։ Երևի մի կես ժամ գնում ենք, մի կես ժամ գալիս ենք։ Այդ է, թե մնացած այդ գյուղացի մարդ ենք։ Մենք մեզ աշխատում ենք, ապրում ենք։ Ինչու՞ այս տարիների ընթացքում այդ հարցը չի լուծվել։ Դե ընդհատել բացրաձայնել ենք մենք, բայց ուղղակի որ չի լուծվել։ Այս տարի կլինի, մյուս տարի կլինի, սենց անդադ հեծածկվել է։ Ուրիշ ինչ խնդիրներ կան կամ ինչ արված աշխատանքներ կան, որ նկատելի է ձեր համար։ Նկատելի է, իհարկե նկատելի է, հետո արդեն բան արին, ասֆալտ արեցին մեր դպրոցի ճանապարհը, գյուղը մեր որտեղ որ քանդածեր լավ էր, այս ընթացքը շատ լավ էր։ Հա, գյուղը ահագին բարձր։ Մասնակցելու եք ընտրություններին։ Անպայման։ Կողմնորոշվել եք արդեն տեխնացուի մասը։ Այո։ Մեխանիկային եք ընտրում, թե այլ տեխնացու ունեք։ Չէ, այդ ասեն գաղտնիք դեթում մնա։ 40 տարի շարունակ մարդիկ խմելու ջուրը բերել են դույլերով մետրերի հեռավորությունից։ Բացի խմելու ջրից որտեղ գարունը Չէ, խապտվել չկա աստե, ինչ ասում ենք էլի անում ենք։ Խապելուն ենք, այսքանով կգայինք բարձր։ Որը կգա բարին հետ էլի կտենակ ինչ ասում։ Կառավարության հետ տկեն նախարարությունը հիմա մշակում է ծրագիր մարզային կացարանների կառուցման հետ կապված։ Եղավ այլ հարցեր, ասենք չէ։ Գնացինք, դե ձեզ լավ օր ժողովուրդ։ Արգիշտի Մեխակյանն ասաց, որ խմելու ջրի հարցը արդեն լուծման փուլում է։ Ամիսներ անց բնակիչները տասնամյակներ դադարից հետո իրենց տներից օրակներում խմելու ջուր կունենան։ Պարոն Խուդասյան, ձեր մրցակիցներից Մայր Հայաստան դաշինքի ներկայացուցիչները դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողով պահանջելով չգրանցել, ճանաչել քաղաքացիական պայմանագրի գրանցումը, մի շարք խախտումներ են մատնանշում ենթադրյալ, ինչպես կարձագանք եք պարոն Խուդասյան։ Ես կարծում եմ Մայր Հայաստանը վերջապես հասկացել է, որ Գաղարշապատի ընտրություններում ուրեմն 4%-ի շեմը հաղթարելու խնդիր ունի եւ հիմա բուն քարոզարշավը թողած զբաղվում են տարբեր մանիպուլյացիաներով։ Ես կարծում եմ իրենց համար ամեն ինչ կորած չի, եթե լավ աշխատեն 4%-ի շեմը հաղթարելը ռեալ է եւ հետեւաբար կարող են կենտրոնանալ այդ աշխատանքի վրա։ Պարոն Խուդասյան, իսկ ինչպես մեկնաբանեք այդ խախտումների արձանագրումները իրենց կողմից։ Պետք է մատնանշեն ինչ խախտումների մասն է խոսքը, որովհետեւ պաստառների աճ ու ձախ փակցնելը, եթե դա նկատի ունեն խախտում, դա տարբեր այլ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ իրենք են այդպիսի խախտումներ արել, որոնք կարծում եմ ընտրության արդյունքի հետ բացարձակապես կապ ունենալ չեն կարող։ Գնալու ես չէ ընտրության։ Լավ որ դու ես եկե, խնդիր չկա, այն օրը ճղեր եմ լցեր եմ առնում։ Չէ, էսի չճղես, էսի կարծամ ծանոթանաս։ Ես իրահոր հետ կռվել եմ։ Ուրիշ խնդիր չունենք մենք։ Ոչ էլ պրոբլեմ ունենք մենք։ Դե լավ մնացեք, եղավ, Մեխակյան։ Եղավ, Դավութ։ Եղավ։ Այստեղ քարոզարշավն ավարտվեց տեղի եկեղեցում մոմաբառությամբ։ Հաջորդ կանգառը հայ թաղներ, այստեղ եւս Մեխակյանին շատ ջերմ ընդունեցին։ Ելույթներից հետո հայ թաղցիները մոտեցան քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներին, բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, զրուցեցին տեխնացուի հետ, ապա քայլեցին հայ թաղի փողոցներով, տներով։ Նախագիծը առաջ կգնա, որը եւ նախկինում կառուցվածքների հետ կապված հարց է եւ նոր կառուցվածքների ֆինանսական
ավելի մատչելի լինելու տարբերակ։ Բոլոր տեղերը այդ խնդիրները կան։ Ուղղակի միտեղ ավելի շատ, միտեղ ավելի քիչ։ Ես գիտեմ, ես նույնիսկ դա խոյի հետ կապված հարց չի, արաքսի հետ կապված հարց չի։ Սա մի հատ նայենք, տենանք որտեղ է խնդիրը, միջնորդենք, փորձենք։ 2 տարի է։ 2 տարի։ Չունենք բնական Շատ գազ։ ինչքան են ուզել։ Ճիշտ ասած չենք դիմի։ Հա։ Ճիշտ ասած չենք դիմի, խնդրում եմ, էլի անապահովենք, ասի եթե հնարավոր է։ Ինչքան է ուզում, փորձենք ձեզ օժանդակել։ Ստե ուր ես։ Ցավը ֆուտբոլիստ է։ Բոքսից, բոքսոր։ Բոքսոր։ Էքսելենտ դեպոցի ներանոց։ Ասա կաժը ինչ։ Մենք այսպես ես։ Հասկացա։ Դե մոտեցել են դեպոցի վերանորոգման համար։ Հա։ Հա, so ուրեմն կանենք, որ մոտեցել եք։ Ապրեք, բայց դուք էլ պիտի լավ սովորեք։ Հա, դե լավ եմ։ Պիտի գերազանցիկ սովորեք։ Պետք է բարձրագույն կրթություն գնաք ստանաք, հետո որ հետո գաք, այն որ մենք ինչ որ անում ենք, գաք շարունակեք։ Հա։ Պայմանավորվանք։ Հա, Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Շնորհակալություն մեծակեն։ Գնալու եք, չէ՞, ընտրության։ Անպայման եւ ձեզ եմ ընտրում։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ձեր խմելու ջրի հարցերը լուծենք շուտ։ Շնորհակալ եմ շատ։ Ապրեք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։